Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ մենք շնորհակալություն հայտնենք Տիկին Վարդանյանին զեկույցի եւ հարցերի ու պատասխանների ժամանակ եւ շարունակենք մեր գործունեությունը, շնորհակալ ենք։ Միջև մտքերի փոխանակման անցնելը, հարգելի գործընկերներ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել լսումների մասնակիցներին եւ ընդհանուր առմամբ մեր ժողովրդին, որը ընթերցման համար խոսքը տրվում է ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Բագրատ Սրբազանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից։ Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ եւ բոլոր քաղաքական, ավելի ճիշտ հայրենիքի ազատության համար բանտարկյալների անունից գնահատել, քաջալերել, իմ բարեմաղթանքները հղել բոլորիդ կազմակերպած լսումների առիթով նախաձեռնող խմբակցություններին եւ մասնակիցներին։ Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է, որ այս լսումները եւ նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են, այլ կալանավորված, շղթայված եւ թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին։ Քանզի արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում, ոչ ոք չի կարող մեզ դատապարտել։ Սուրբ Գրիգոր Նարեկացի։ Իմ եւ մեր ազատությունը ոչ ոք չի կարող ոչ կաշկանդել, ոչ սահմանափակել, ոչ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո հոգին է։ Մենք գիտենք, ինչու ենք կալանավորված, բայց միթե այլ կերպ հնարավոր էր։ Ի վերջո, չարիքը պիտի պարտվի, որովհետև այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը եւ սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել, քան երբևէ։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար չկա անձնական հավակնություններ եւ շահեր, ձեր համատեղ սիրո եւ միության ջանքերով, համախոհ գործակցությամբ, բոլոր եսերը մի կողմ թողնելով լծվել միայն եւ միայն մեր պետության ազատագրության գործին։ Մեր խոցոտված, արյունոտված, համբուրելի մայրը, մեր հայրենիքը, հայացքը յուրաքանչյուրիս հառած սպասում է իր երջանիկ ազատագրությանը։ Չերկնչեք չարի բազմությունից եւ բազմահազար գործերից։ Այո, մի վախեցեք, ասում եմ ձեզ, մի վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը, որոնք ավելին են, քան նույնիսկ մեր կյանքը։ Կրկին անգամ մեր սերն ու քաջալերանքը ձեզ, մեր հաղթանակն այլընտրանք չունի։ Սիրով եւ աղոթքով հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Ողջունում ենք, շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ,